Արզմանյան Արտուր Բորիկի հայրն է, զոհված 23 թվականի սեպտեմբերի 19-ը։ Մեզ էսա 2 տարուց հավելա խափում է։ Այս Սուտասանը 8 տարի է մեզ խափում է։ Եկավ ընդեղ ասեց Հայաստան, ես մեկ իրավիճակը եկավ այդ բանին, մենք էլ ասացիք ավելի լավ ասա, սա լինի քան թե Սերժն ու Քոչարյանը, որ 18 թվականին եկավ ասեց Ղարաբաղը Հայաստանը եւ վերջ։ Վերջումը տներն ես քանդից։ Հիմա եկել ենք իմ տղաս, սաղ երեխեքը, հարազատները, ամուսինները 19 թվականին 23 թվականի սեպտեմբերի 19-ին զոհվել։ Այս սեպտեմբերի 30-ից մինչև այսօր 23 թվական բողոքում ենք, պահանջում ենք, խնդրում ենք, որպեսզի արտաշիր իմանենք։ Այսօր վաղը ուղարկել է ածի մոտ, ընդեղ էլ է կեղծավոր դիմավորում, ես մեկ, սաղ սուտուն ասում։ Մի 6-7 լավ ընդունում ասես, կաբուտ ու ցավակցում մեզ հետ կիսում, բայց ոչ մի ընթացք չկար գոր։ Ակածա սաղ սուտ է։ Տեսեք, բանակցություններից ուղիղ դուրս է մնում արցախցիների վերադարձի հարցը։ Վերադարձի հարցը մենք չեք մոռանում։ Մենք ծնվել ենք, ես 68 տարեկան մարդ եմ, ծնվել եմ, իմ հարազատներ սաղ ընդեղ են, իմ կյանքս ընդեղ եմ հասկացալ, իմ մանկություն ոչ կարամ ես մոռանամ, ինքը կարող է մոռանալ։ Բայց ոչ մի Ղարաբաղցի, եթե ինքն դե ծնվել ասել, չի կարող մոռանալ իր ծննդավայրը, ոչ կարող մոռանալ։ Այդ ինքը բարերով ասում, ինքը իրավունք չունի մոռանալ, ինքը Հայաստանի բնակիչ է, ես Ղարաբաղցի եմ։ Ներողություն, իրենք հաջողություն կամ խաղաղության համատեքստում են դիտարկում, այն որ առևտուր են անում Ադրբեջանի հետ, մեր ասածնել է տա, բենզին վաղը վերմիշիլ է բերելու առևտուր անում, դա ինչ է մի օրվա գործ է, արտաշիր իմանելը, կապ չունեմ Մարտակել, Մարտունի Ստեփանագել, մի օրվա գործ է, 30 քանի զոհված ու շիրիմներ կան վար ընդեղ, ոչ մի բան չկա վերեն դրած, ոչ մի բան, անտիրական վիճակ է, մենք խնդրում ենք, որ մեր երեխեքը արտաշիր իմանենք բերեք ստեղ, մենք հետ ենք, ուրիշ բան չենք ասում, անհայտ կորածներն էլ մեր երեխեքը, բայց անհայտ կորած չի, որ գնաց մանգած, տեղերը սաղ իրան հարազատներն իմանում են, մի օր, եթե ինքը չի կարողանում, այսօր Ալիևն է Հայաստանի հարցերը որոշում, վրյամով գնանք Ալիևը խնդրենք, խենք իրան խնդրում։ Լավ, եսա գալիս ենք, եթե վերջնական լուծումը էդ է, գնանք հակարիս ես գնալուց սանի շատ մարդ, գնանք ընդեղ, իրանց ընդեղ տամոժնի խնդրենք, ասենք, մեզ ընդունեցեք։ Մենք անտիրական վիճակում ենք ապրում Հայաստանում, մենք բաց թողենք գնանք մեր երեխեքը բերենք։ Ներողություն, արցախցիները չնայած բլոկադայի պայմաններում այդքան մտերքի խնդրին, ամեն ինչի խնդրին հրաժարվում էին ադրբեջանցիներից Աղդամով ինչ-որ որովհետև հայրենասեր էին, թասիբ ունեին, մարդ իրան վրա պետք է վերագրի, ինչ ապրուստներ ապրել է 10 ամիսներին։ Լուսումս իչա, էտա ուրիշ հարցա, մեր հարց ուրիշ է։ Մենք խնդրանքը նայա, որ եսա 2 տարուց ավելա, գալիս ենք օրեկա մի կոնկրետ պահասխան չկա։ Արհամարումս էդ մարդկանց։ Սե էմիանգը, եթե կոնկրետ պահասխան չնի, էմի շաբատ գալում նստացություն կանելու, ոչ մեկը ստեղից դուրս չի գնալու։ Միչե մեր երեխեք արդաշիրիմ չանեն բերեք ստեղ։ Բահերիք այլի, ինչքան կարելի է խափիս մարդը, մեզ գործ չի տա։ Եթե դու ֆինանսապես թույլուս, այս մարդկանց փող հավաքեն, գնանք մեր երեխեքը բերենք։ Դուք ինչ-որ կադրեր եք տեսել, այստեղ խոսվում էր այն մասին, որ փորձում են այդ գերեզմանները բղծել։ Ոչ թե շատ կադրեր կա, փորձում չնա անում են, ոչ փորձում են, անում են, նագլի անում են, ոչ թե փորձում են։ Մանավանդ ով որ ծառայող է, ով որ կռվի է մասնակցել, ով է նրանց լրիվության բնանում։ Կադրեր եք տեսել։ Հիմի խնդրում ենք էլի իմ ասում, վերջնական, կոնկրետ եկալ ենք, վերջնական պատասխանը։ Գալիս ենք ստե դիմումը տալիս ենք, մեկը դուրս է գալիս, մի սուտ երկու բառ ասում, էլի կեղծավոր խոսում գնում,
կոնկրետ պատասխան։ Մեր երեխեքը, մեր ոչում հարազատներին երբ եք արտաշիրում անելու, կոնկրետ պատասխան եք եկալ այսօր։ Մեր խնդրանքը տա է, հատե տա համ պահանջում ենք, համ խնդրում ենք։